Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արտաքին աշխարհի փորձագիտական, քաղաքագիտական, վերլուծական համայնքների ազդակներից թերևս կարելի է պատկերացնել, որ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը թշնամական է։ Դրսում շատերն էլ համարում են, թե եկեղեցին է թշնամաբար տրամադրված կառավարության ներկայացուցիչների հանդեպ։ Այսպիսի կարծիք հնչեց օրինակ Բերլինում Փաշինյանի հետ քննարկման ժամանակ։ We want transparency. Մենք ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն հայ առաքելական եկեղեցու կանոններին։ Ի նկատի ունեմ հոգևորականների համապատասխանությունը, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ եւ նրանց, կներեք, որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնում արտաքին ազդեցության համար։ Կրոնագետների դիտարկմամբ գրեթե բոլոր միջազգային կառույցներում կան արտաքին ազդեցության դրսևորումներ, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ կրոնագետի այստեղ համեմատաբար պակաս է։ Մեզանում դա համեմատաբար ավելի պակաս է, որովհետև հայ քրիստոնյաների բազմությունը ճնշող մեծամասնություն է կազմում, ինչին ստիպված է հարմարվել կամայական կառույց։ Եկեղեցին առավել եւս, որովհետև դա հայոց առաքելական եկեղեցին է։ Ինչու են իշխանությունները այսպես ասած պատերազմ հայտարարել եկեղեցուն, կրոնագետն ասում է, բանն այն է, որ հիմա ավելի շատ եկեղեցական համակարգն է ընդդիմանում իշխանությանը։ Մոտալուտ ընտրություններում դա կարող է էական դեր խաղալ, այդպես է համարում։ Դա ծանրագույն վտանգներով հղի պրոցես է սկսվել։ Բերլինյան քննարկմանը դեսանտ իջեցված ադրբեջանցի դիվանագետը ինչ խոսք իր վերադասի նախապայմանների լեզվով առաջ քաշած պահանջներ եկել լեգիտիմացնելու։ Ականջ շոյելու համար ադրբեջանցին նախ հայերեն ողջունեց։ Բարի գալուս Գերմանիա, Mr. Prime Minister։ Հետո կենտրոնացավ Հայաստանի սահմանադրության հնարավոր փոփոխության վրա։ Ճիշտ է, Փաշինյանը պատասխանելով նրան հայտնեց, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, բայց եւ հայտնեց, որ եթե սահմանադրական դատարան ուղարկվի խաղաղության համաձայնագիրը եւ եթե այն չհամապատասխանի մայր օրենքին, Փաշինյանն ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ կատարել։ Անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Ըստ սահմանադրագետների Հայաստանի իշխանություններն ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի ներսում չոտնահարվի երկրի մայր օրենքը։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել տարբեր երկրների ամերիկյան, նաև հնարավոր թուրքական կողմերի ներգրավումը։ Թրամփի ուղու աշխատանքներում արդեն ըստ սահմանադրագետների երկրի մայր օրենքի երկրի ինքնիշխանության ոտնահարում է։ Ըստ էության ադրբեջանական Զանգեզուրի կորիդոր կոչվածի իրագործում, որովհետև անկախ նրանից, թե դու ինքնիշխանության ինչ տարեր ես ամրագրելու, փաստացի այդ տարածքը գտնվելու է քո վերահսկողությունից դուրս։ Այլ պետությունը կամ այլ պետության մասնավոր անձիկ են, ընկերություններն են իրագործելու են գործառույթները, որոնք Հայաստանի օրենսդրությամբ պատկանում են բացառապես Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի իշխանությունները ըստ սահմանադրագետների Վաշինգտոնյան հռչակագրով գնացել են այնպիսի զիջումների, որոնք անհամատեղելի են Հայաստանի ինքնիշխանության հետ։ Եվ որքան էլ Հայաստանի հռչակագրի մեջ իշխանության ներկայացուցիչների խոսույթում լինի ձևակերպում, թե Հայաստանն իր ինքնիշխանությունը չի զիջում եւ կարմիր գիծ է, իրականում ըստ սահմանադրագետների այն ամենն ինչ հրապարակված է Վաշինգտոնյան հռչակագրում, հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը զիջել է իր ինքնիշխանությունը, տալիս է միջանցք Ադրբեջանին, այդ երկրի պատկերացումներին համապատասխան։ Հետագայում ըստ սահմանադրագետների, եթե իրավական առումով այս ամենը իրականություն դառնա եւ այդ բոլոր գործարքներից Հայաստանը հետագայում փորձի դուրս գալ, մեր երկրի համար դա միլիարդավոր դոլարներ կարժենա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Եվրոպական միությանը էստի համեցեքով հարավային Կովկաս հրավիրող Ալիևը հյուրընկալել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Արաղչիին։ Մինչև Ադրբեջան այցելելը Արաղչին գրառում էր արել, հայտնելով, թե տարածաշրջանում խաղաղության ձևավորման ժամանակաշրջանն է։ Ըստ վերլուծաբանների ակնհայտ է, որ Իրանի համար անընդունելի է իր կարմիր գծերին մոտ արևմուտքի ներկայությունը։ Իրանի համար անընդունելի է նաեւ իր հյուսիսային հարևաններից Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից կտրվելը։ Կայուն խաղաղության հասնելը պահանջում է համապարփակ մոտեցում, հրաժարում հարևանների կենսական շահերը, տեղական կարողությունների օգտագործումն անտեսող ծրագրերից։ Այս փոխկապված անվտանգությունը պարտադրում է, որ խոհեմությամբ թույլ չտանք, որպեսզի օտար ուժերը, որոնց շահը կայունության խաթարումն է, ներթափանցեն երկու երկրների եղբայրական հարաբերությունների մեջ։ Տարածաշրջանային հարցերն ավելի շատ արևմտյան հարթակներում կամ տետ-տա-տետ Հայաստանի հետ լուծել ցանկացող Ադրբեջանը իր արտաքին
գործերի նախարարի մակարդակով առաջարկել է Բաքվում անցկացնել 3 գումարած 3 ձևաչափով հանդիպումը։ Բայրամովը հայտնել է, որ այդ ձևաչափով վերջին հանդիպման ժամանակ Հայաստանը մերժել էր։ Այժմ իրավիճակը փոխվել է եւ այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով։ Կարծում ենք Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը։ Դոհայում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը թեև մեկ անգամ հակադարձեց Հաջիևին հայտնելով, թե միջանցք եզրույթն անընդունելի է Հայաստանի համար, այնուամենայնիվ Ալիևի օգնական Հաջիևը դրանից հետո էլ մի քանի անգամ հորդորջաց Զանգեզուրի միջանցք տերմինը։ In Azerbaijan, we consider the Zangezur corridor. Հացահատիկային դիվանագիտությունից հետո հիմա էլ Ադրբեջանը Հայաստան նավթ ներմուծել առաջարկով է փորձում տարածաշրջանային խաղերում հօգուտ իրեն խնդիրները լուծել։ Ըստ վերլուծաբանների, սակայն ակնհայտ է, որ Սյունիքով անցնող երկաթուղային ճանապարհն առանց Ռուսաստանի եւ Իրանի մասնակցության շահութաբեր չեն։ Անունը լինի Թրամփ կամ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, նույնն է, պարզապես անունն է փոխվել, իսկ դա Իրանի մեծ հարված է։ Այնպես չէ, որ Իրանը մոռացել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական դավադրությունը։ Ըստ քաղաքագետների հիմա հանգամանքներն են ստիպում, որ Իրանը լուռ մնա։ Դրանք իհարկե նույնիսկ ապացույցներ եղավ, պարզապես հիմա Իրանը այն վիճակում չէ, որ տարբեր ճակատներում պատերազմներ։ Իրանի թիկունքում դավեր նյութող Ադրբեջանի եւ ընդհանրապես թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն ըստ իրանագետների միշտ եղել է Իրանում բնակվող թյուրքալեզուների միջոցով Իրանի մասնատումը։ Հիմա էլ ըստ արևելագետների գործընթացը ակտիվորեն շարունակվում է։ Իրանը, որն ունի աշխարհի լավագույն հետախուզությունը, հաճախակի է որսում իսրայելա-ադրբեջանական ռազմական գործակցության մասին տեղեկությունները։ Բացի այդ, նոր չէ, որ Ադրբեջանն Իրանի հետ սահմանին ամրակայում է իր դիրքերը, կառուցում նոր զորանոցներ։ Բարիգալուս Գերմանիա, պարոն վարչապետ, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը հայերենով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մեր տարածաշրջանում վիթխարի դերափոխում է տեղի ունենում, որը մի քանի տարի առաջ հնարավոր չէր լինել պատկերացնել։ Սա ամենակայուն ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք ու դուք եք հասել, նշել է նա։ Բարիգալուս Գերմանիա, Mr. Prime Minister, welcome to Germany. I fully agree. Մեր տարածաշրջանում վիթխարի դերափոխում է տեղի ունենում, որ մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Սա ամենակայուն ժամանակաշրջանն է մեր հարաբերություններին, որին մենք հասել ենք ու դուք եք հասել։ 2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ եւ Ադրբեջանի հետ համակարգված, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար եւ կխրախուսենք կողմերին օգտվել ի հայտ եկող պատմական հնարավորությունից։ Տաթևեր ճոպանուղին 4-րդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին World Travel Awards 2025-ին այս տարի եւս հաղթելով աշխարհի առաջատար ճոպանուղի անվանակարգում։ Նշենք, որ Եղզակի զբոսաշրջային այս կառույցը հաղթել է աշխարհի առաջատար ճոպանուղի անվանակարգում նաեւ 2021, 2023 եւ 2024 թվականներին։ Տաթևեր նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ կողմից մեկնարկած Տաթևի վերածնունդ ծրագրի շրջանակներում։ Բաց քվեարկություն է տեղի ունենում եւ քվեարկության արդյունքում բոլորը աշխարհի տարբեր երկրներից կարող են մասնակցել եւ քվեարկել եւ այսպես Տաթևերը այս տարի եւս 4-րդ անգամ ճանաչվել է հաղթող։ Սա մեծ համար շատ մեծ պատիվ է, քանի որ այս տարի Տաթևերը նաեւ նշում է իր 15-ամյակը եւ շատ նշանավորվում է նորից, քանի որ ճոպանուղին Հայաստանի զբոսաշրջության համար շատ կարեւոր խարսխային նախագծերից է համարվում եւ Սյունիք դեպի տարածաշրջան հոսքը ճոպանուղու կառուցմամբ բավականին մեծացել է եւ ակտիվացել է ամեն 5-րդ տուրիստ, ով այցելում է Հայաստան, անպայման այցելում է տարածաշրջան Սյունիք եւ Տաթևի վանք։ Երևանի քաղաքապետարանում ներկայացված տվյալներով 2025 թվականի նոյեմբերին քաղաքի շինհրապարակների 184 մոնիթորինգի կայանների չափումները ցույց են տվել, որ PM2.5-ի միջին արժեքը եղել է 142, իսկ PM10-ը 64, որոնք համարվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ մակարդակներ։ 2024-ի նոյեմբերի համեմատ ցուցանիշները բարձրացել են։ Նոյեմբերի 20-ից 30-ին PM2.5-ի միջինը հասել է 180-ի, արձանագրելով օդի որակի կտրուկ վատթարացում։ Ներկայացվել է նաև, որ վերջին օրերի տվյալները վկայում են տրամաչափերի նվազում։
Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, որը առաջարկում է ներդնել գումարներ դրոնների ոլորտում, այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունից։ Այս ֆինանսական բուրգը իր տեսակով կրկնօրինակում է Հայաստանում արդեն փլուզված City-Bike նախագիծը։ Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդնելուց, նշվում է հաղորդագրության մեջ։ 2025-ի հոկտեմբերի դրությամբ ներդրումային ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 315 միլիարդ 369 միլիոն դրամ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 33.3% աճ։ Ընդհանուր պարտավորություններն էլ աճել են 25.1%-ով։ Տվյալները հայտնում էր Կենտրոնական բանկը։ Հայաստանում 10 ամսում հունվար-հոկտեմբերին իրականացվել է 551 միլիարդ 434.5 միլիոն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26%-ով։ Այս մասին են վկայում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, ընդ որում 26.3%-ն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով, 14.9%-ը բնակչության միջոցներով։ Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է, լճի մակարդակը մեկ աճում է, մեկ նվազում, մարդ գլուխ չի հանում ի վերջո ուրախանա թե տխրի։ Պատասխանատուները վստահեցնում են, որ ամեն ինչ անում են, որպեսզի ըստ ընդունված պլանի լճի մակարդակը հասնի 1903 մետրի։ Այդ նպատակակետը, սակայն կարծես դեռ հեռու է իրականությունից։ Դեկտեմբերի 5-ի դրությամբ արդեն մակարդակը կազմում է 1900.24 մետր, որը եթե համեմատենք նախորդ տարվա նույն օրվա մակարդակի հետ, արդեն 18 սանտիմետրով ացած էր։ Եվ բնականաբար մինչև տարեվերջ կրկին մի քանի սանտիմետրով դեռևս մակարդակը կնվազի, այսինքն այդ բացասական տարբերությունը -17-18-ի սահմաններում կպահպանվի։ Լճի մոնիթորինգով զբաղվող մասնագետները նշում են, որ տարվա տաք ամիսներին մակարդակի բարձրացումն ու այս սեզոնին իջեցումը նորմալ երևույթ է, այլ բան է, երբ այդ նորման գերազանցվում է։ Վստահեցնում են, որ պատճառը գլխավորապես կլիմայական է։ Այս տարի տարբերություն նախորդ տարվա գանանային վարարումների ընթացքում մակարդակի բարձրացումը համեմատաբար քիչ է եղել, որից հետո անկումը, որը սովորաբար նորմալ երևույթ է, պետք է աստիճանաբար մակարդակը նվազի իր առավելագույն նիշից հետո ավելի ինտենսիվ կերպով է տեղի ունեցել, պայմանավորված նախ եղանակային պայմաններով, հաջորդ արդեն արհեստական գործոններից եթե նշենք, համեմատաբար ավելի շատ քանակի ջրար տեղի ունեցավ, Արփասևանով ավելի քիչ ջուր է տեղափոխվել դեպի լիճ։ Նախորդ տարի բավականին խոնավ եւ տեղումն առատ է եղել, հենց այդ ֆոնին այս ամբողջ տարին ըստ պատասխանատուների չափազանց անբարենպաստ էր լճի համար։ Գումարվել է նաեւ արհեստական խնդիրը կապված ոռոգման սեզոնի հետ։ Եղել են տարիներ, ես դրա մասին նշում եմ, որ ձմռան ամիսներին մենք դիտարկել ենք հրազդանի ուրեմն այդ որոշ մասերում, որ բերնեբերան կոպիտ ասած ժողովրդական լեզվով ջուր էր գալիս այս կողմ։ Հավանական նման գործողությունների պատճառը կարող է լինել բիզնես շահը, ի վերջո ջուրը փող է, ներկայում բավականին մեծ փող, իսկ ջրային ռեսուրսների կառավարման թափանցիկությունը ըստ մասնագետների բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Իհարկե դրանք ունեն իրենց հետևում շահեր, գիտեք, հեկերի հրազդանի հիդրոկասկադը եւ գյուղատնտեսության հետ կապված եւ այլն, եւ դրանք կբերեն ուղղակի էկոլոգիական աղետի, որը իր հետ կբերի լուրջ խնդիրներ Հայաստանում։ Մասնագետներն ահազանգում են ամենևին էլ չափազանցություն չէ, որ Սևանի գլխին կախված աղետը աննախադեպ կորստաբեր կարող է լինել։ Արտակարգ վիճակի Աչափնյակում գործող սգո սրահներից մեկի տարածքում աշխատակիցները ուժեղ ջրի հոսք են նկատել, հետո բոլոր 5 սրահներում տեսել, որ խմելու ջուր է լցվել։ Որոշ տեղերում դրա բարձրությունը մինչև 1 մետր է։ Այս հոտեսը հնարցեն հելա։ Տոննաներով խմելու ջուրն էլ գնում կորում է։ Նա Ու քանի որ խնդիրը շտապ լուծման կարիք ուներ, աշխատակիցներն առանց ժամանակ կորցնելու վեոլյա ջուր են ահազանգել։ Հայտը գրանցել են խոստացել մոտենալ, բայց ըստ աշխատակիցների այդտեղ պլանավորված արարողությունները սպասել չեն կարող։ Այսի նոր է եղել սրանք, հեսա։ Այս սրանք նոր է։ Աշխատակիցների խոսքով սգո սրահի հետնամասից մոտ 150 մետր հեռավորության վրա խմելու ջրի խողովակ է վնասվել։ Ընկերության արձագանքը ուշացել է, դրա համար էլ ջուրը սրահներ է հասել։ Հակառակ դեպքում խնդիրը շատ արագ կարելի էր լուծել։
Դեկտեմբերի 8-ին Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը պատկանող բեռնատար գնացքը Շորժա ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից։ 3 դատարկ վագոն բախվել են իրար, տեղում էին փրկարարծառայության ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին դասակի պարեկները։ Իսկ Հարավկովկասյան երկաթուղի ընկերության ներկայացուցիչները աշխատանքներ են կատարել վերամբարձ կրունկներով ռելսերից դուրս եկած վագոններն ուղղելու համար։ Բարեբախտաբար դուժասներ չկան։ Դեկտեմբերի 7-ին Վանաձոր Դիլիջան ճանապարհին բախվել են 35-ամյա Մխիթարի Նիսանը, 23-ամյա Արսենի Մերսեդեսը եւ 52-ամյա Սամվելի Ֆորդ Տրանզիտը։ Մեկ հոգի տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի պարեկները։ Դեկտեմբերի 7-ին Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց տանող կամրջի տակ անձրևաջրերը լցվել էին, ստեղծվել էր մինի լճակ։ Մեքենաները չէին կարողանում անցնել։ Ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Նրանք կոմունալ բաժնի աշխատակիցների հետ պոմպով ջուրը հեռացրել են, ճանապարհը դարձրել երթևեկելի։ Դեկտեմբերի 9-ին Մալաթիա Սեբաստիա վարչական տարածքում գործող խանութի մոտ հրդեհ է բռնկվել։ Քաղաքացին նկատելով կրակը օգտագործել է մեքենայի կրակմարիչը, կանխել կրակի տարածումը։ Ամբողջությամբ այրվել է խանութ սրահի մոտ տեղադրված հսկայական ձմեռ պապը, ու եթե քաղաքացին օպերատիվ չգործեր, հրդեհը կտարածվեր նաև արհեստական տոնածառին։ Ժամանել էին Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Եվ Կորեայի ձորով շուտով արդեն հնարավոր կլինի երթևեկել, ճանապարհի նորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։ Դրանք իրականացվել են կառավարության ֆինանսավորմամբ։ Մոտ 10 մետր լայնությամբ ճանապարհը կահավորվելու է երկաթե պաշտպանիչ պատնեշներով, անցկացվելու է արտաքին LED լուսավորություն։ Այստեղով երթևեկելը դարձել է ել ավելի անվտանգ։ Հիմա վերևի հատվածում ասֆալտապատման եւ եզրերի արգելապատնեշներն են տեղադրվում, բայց որ ճանապարհը առաջվա համեմատ ահռելի տարբերություն կա, անձեն աչքով էլ երևում է։ Հիմա նույնիսկ 2-3 ավտոմեքենա կարող են առանց իրար հետ բախվելու, առանց իրար հետ խոչընդոտ ստեղծելու անցնել։